Հայաստանը գտնվում է Ալփ-Հիմալայան տարածաշրջանի սեյսմիկ ամենաանկայուն գոտիներից մեկում։ Երկիրն իր աշխարհագրական դիրքի պատճառով ենթակա է ցանկացած տիպի միջին ու մեծ բնական աղետների։ Այստեղ փոքր ու միջին մասշտաբի աղետները պարբերական բնույթ են կրում, վնաս պատճառելով երկրի բնակչությանն ու տնտեսությանը։ Հայաստանում մասշտաբային աղետներ այնքան էլ հաճախ տեղի չեն ունենում, սակայն դրանց հետևանքները սարսափելի են լինում։ Վերջին ամենախոշոր աղետը տեղի է ունեցել 1988 թվականին, որը հետագայում հայտնի դարձավ որպես Սպիտակի երկրաշարժ։ 1988-ի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41-ին Հայաստանի հյուսիսային շրջանները ցնցվեցին 10 բալանոց երկրաշարժից։ Էպիկենտրոնը Սպիտակ քաղաքի Նալբանդ գյուղն էր։ Ավերման գոտումակերեսը կազմեց 10,000 քառակուսի կիլոմետր, որտեղ բնակվում էր շուրջ 1 միլիոն մարդ։ Երկրաշարժի հետևանքով տուժեց 21 քաղաք ու շրջան, ավերվեց 342 գյուղ, անօթևան մնաց 514,000 մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան մոտ 20,000 մարդ, որոնցից հոսպիտալացվեց 12,500-ը, իսկ զոհերի թիվը հասավ 25,000-ի։ Այդ թիվը կարող էր ավելի պակաս լինել, եթե բնակչությունը մասնագիտական առումով պատրաստված լիներ ժամանակին եւ համարժեք արձագանքելու աղետի հետևանքներին։ Սպիտակի երկրաշարժը Հայաստանի համար աննախադեպ էր ու անկանխատեսելի։ Հայերն ի զորու չէին միայնակ պայքարելու աղետի զարհուրելի հետևանքների դեմ եւ աջակցության կարիք ունեին։ Ամբողջ աշխարհը համախմբվեց եւ օգնության ձեռք մեկնեց Կովկասյան այս երկրին։ Շվեյցարիան եւս աղետի մասին տեղեկացած առաջին երկրներից մեկն էր, որոնք իրենց օգնությունն առաջարկեցին Հայաստանին։ Ավերիչ երկրաշարժին հաջորդած առաջին իսկ օրերից Շվեյցարիայի հումանիտար ուժերը աշխատում էին երկրի ներսում եւ մասնագիտական օգնություն ցուցաբերում։ Հետագայում շվեյցարացիները նաև իրենց մասնակցությունն ունեցան երկրում տեղի ունեցող վերականգնողական գործընթացներին, կատարելով շինարարական աշխատանքներ եւ տուժածներին տրամադրելով բնակարաններ։ 1988-ից հետո Հայաստան-Շվեյցարիա կապը ավելի ամրապնդվեց եւ սկիզբ դրվեց առավել համապարփակ ու ընդգրկուն համագործակցության։ Հարավկովկասյան տարածաշրջանը որպես մեր տրեյնինգների թիրախ ընտրվել է բնական աղետների, երկրաշարժների կամ ջրհեղեղների վտանգի առկայության պատճառով։ Ես ննջարանում էի, քնայցնում էի իմ աղջկան եւ շատ ահավոր ձայն լսեցի, շրջվեցի դեպի ձայնի ուղղությունը եւ ես տեսա, որ սենյակի անկյան քարերը արդեն օդի մեջ են։ Հսկայական բետոնե ծածկը կախված է իմ գլխավերևում, ես ամեն վայրկյան սպասում էի, որ մնալու էի փլատակներում։ Եվ երբ որ երկրաշարժը ավարտվեց, ես հասկացա, որ ողջ եմ մնացել։ Երբ որ շրջվեցի եւ տեսա, որ ամբողջ օրորոցը լցված է քարերով, ես ափսոսեցի, որ կենթանի եմ մնացել, որովհետեւ բացարձակ ձայն չկար, լռություն էր, ու ինձ թվաց տան անդամները բոլորը մահացել են, որովհետեւ տանն էր նաեւ մայրս, եղբորս կինը եւ եղբորս փոքր տղան ու իմ տղան, որ 4.5 տարեկան էր։ Անցավ մի քանի րոպե եւ ես լսեցի տղայիս ձայնը ու ես հասկացա, որ ես մեռնելու իրավունք չունեմ, ես պետք է ապրեմ։ 11:41 րոպեի երկրաշարժը կյանքս կիսեց երկու մասի։ Երկրաշարժից առաջ եւ երկրաշարժից հետո։ Որովհետեւ երկրաշարժի ժամանակ զոհվեցին իմ մտերիմները, հարազատները, ընկերները եւ ես ունեցա ահավոր ծանր հոգեկան ապրումներ, որոնք երկար ժամանակ իրենց դրոշն էին դրել իմ հոգեկան աշխարհի վրա։ Բայց ես կարողացա վերագտնեմ ինձ։ Երկրաշարժից հետո ես ունեցա իմ երկրորդ աղջկան, որը ինձ ուժ տվեց ապրելու համար եւ նա կրում է իմ մահացած աղջկա անունը։ Հիմա 28 տարեկան է, բժշկուհի է, ունի իր ընտանիքը։ Ըստ գոյություն ունեցող վիճակագրության 90% դեպքերում մարդկանց կյանքը հնարավոր է փրկել առաջին 72 ժամերի ընթացքում։ Հիմնվելով այդ թեզի վրա եւ ուսումնասիրելով երկրի պահանջներն ու կարիքները, Շվեյցարիայի կառավարությունը 2004 թվականին Հայաստանում համապատասխան գերատեսչությունների հետ միասին ձեռնամուխ եղավ արձագանք ծրագրի իրականացմանը։
Չնայած Հայաստանում գործող հրշեջ ծառայությունները փայլուն կերպով կատարում էին իրենց աշխատանքը, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք կդժվարանային փրկարարական աշխատանքներ իրականացնել։ Հայ-շվեյցարական համագործակցության առաջին քայլն ուղղված էր հենց այդ բացը լրացնելու։ Անհրաժեշտ էր հայ հրշեջներին վերապատրաստել փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար, տրամադրել սարքավորումներ, աշխատանքներն ավելի արդյունավետ եւ մասնագիտորեն կատարելու համար։ Որպեսզի այդ ժամանակ մենք կարողանանք մոտավորապես 2500-3000 հրշեջի եւ փրկարարի ուսուցանել, մեզ պետք կլիներ մոտավորապես 25-ից 30 տարի, որը մենք ավելի արագ ի վիճակի չէինք պարզապես իրականացնել։ Արդյունքում 2400 հրշեջ ծառայողներ առավել խոր գիտելիքներ ձեռք բերեցին օգնություն ցուցաբերելու գործում։ Մասնագիտական առումով աշխատանքները առավել բարձր մակարդակով իրականացնելու համար երկրի 62 հրշեջ կայաններ համալրվեցին անհրաժեշտ սարքավորումներով։ Դեպքի վայր հասած փրկարարական թիմի կողմից ցուցաբերվող օգնությունը չի կարող լիարժեք լինել, եթե դրա կազմում չկան բուժաշխատողներ։ Տուժածների հետ առաջինը հենց բուժաշխատողներն են շփվում, եւ նրանք են անհրաժեշտ հրահանգները տալիս փրկարարներին վնասվածքներ ստացած մարդկանց ավելի անվտանգ վայր տեղափոխելիս։ Ուստի առանց բուժաշխատողների ներգրավման սկսված աշխատանքները չէին կարող լիարժեք համարվել։ Այդ իսկ պատճառով 2008 թվականից Զարգացման եւ համագործակցության շվեյցարական գրասենյակը Առողջապահության նախարարության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ իրականացրեց նոր ծրագիր, որում ընդգրկված էին նաեւ բուժմիավորումները։ Այս ծրագրին ինտեգրվեցին նաև հայ բուժաշխատողները, ստանալով անհրաժեշտ գիտելիքներ, իսկ աշխատանքների արդյունավետությունն առավել բարձրացնելու համար նրանց նույնպես տրամադրվեցին մասնագիտական սարքավորումներ։ Իրականացվող ծրագրի արդյունքում երկրի 6 ամենախոցելի տեղամասերում ստեղծվեց 27 բժշկական ստորաբաժանում, որոնցում ընդգրկված են 540 բուժաշխատող։ Ես տեսել եմ բոլոր այդ տուժածներին իրենց կրած տրավմաների հետևանքներով ու այն ժամանակ շատ վատ հետևանքներ եղան նաև այն պատճառով, որ մարդիկ պատրաստ չէին առաջի օգնությունը ճիշտ ցույց տալու եւ չկար այս ամեն ինչը։ Իսկ հիմա ավելի կարգավորված, ավելի հստակեցված, չես համեմատի իհարկե այդ ժամանակվա։ Կարելի է ասել, որ մենք արդեն իսկ ունենք բուժաշխատողների մի լավ բանակ, անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու, որպեսզի այս ծրագիրը շարունակականություն ունենա, Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ համատեղ եւ նրանց աջակցությամբ ստեղծել կրթական ծրագրեր եւ ներդրվեն գործող կրթական համակարգերի մեջ։ Կարծում եմ սա շատ կարեւոր քայլ էր եւ այս վերջին ծրագիրը կարծես թե ամփոփեց եւ տրամաբանական ավարտին հասցրեց բոլոր այն աշխատանքները, որոնք այս տարիների ընթացքում, անցած տարիների ընթացքում շատ արդյունավետ իրականացվեցին։ Աղետների, հատկապես մեծամասշտաբ երկրաշարժերի դեպքում տեղի են ունենում փլուզումներ, որոնց արդյունքում տուժածները մնում են փլատակների տակ ու հայտնվում ծուղակում։ Նման դեպքերում տուժածը չի կարողանում ինքնուրույն դուրս գալ։ Ավելին, ցանկացած շարժում կարող է իրավիճակը ավելի բարդացնել եւ դրությունն անելանելի դարձնել։ Այսպիսի դեպքերում մասնագիտական միջամտության անհրաժեշտություն է ծագում։ Նման օրինակ պատահարների դեպքում փրկարարներին անհրաժեշտ են ավելի համապարփակ գիտելիքներ ու այնպիսի սարքավորումներ, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի տուժածներին առավելագույնս անվտանգ դուրս բերել փլատակների տակից։ Ես մասնակցել եմ նաև 88 թվականի երկրաշարժի փլատակների վերացման վթարավերականգնողական աշխատանքներին եւ ցավով եմ ապրում, որ այս միջոցները, այս սարքավորումները, որը մենք հիմա ունենք եւ աշխատում ենք այդ ուղղությամբ, այն վաղ չունեինք։ Եթե այս սարքավորումները մենք ունենանք 88 թվականի երկրաշարժի ժամանակ, հավատացնում եմ, որ շատ կյանքեր մենք կփրկեինք։ Զարգացման եւ համագործակցության շվեյցարական գրասենյակը հայ փրկարարներին վերապատրաստելիս կիրառեց նոր մեթոդ։ Նպատակներից մեկը նախ փրկարարական գործի հանդեպ եղած մոտեցումը փոխելն էր։ Մշակվեցին ուսուցողական նոր ծրագիր ու մեթոդաբանություն։ Ինչն է նաև կարևոր, առանձնահատուկ եւ նպատակային մեզ համար հայկական փրկարարական համակարգին աջակցելու հարցում։ Դա ուսուցման եւ վերապատրաստման մեթոդոլոգիայի ու մշակույթի փոփոխությունն է։ Կատարված աշխատանքների արդյունքը դրական էր։ Հայ փրկարարները կարողանում էին կատարել բոլոր պահանջները եւ փայլուն կերպով իրականացնել աշխատանքը։
Հիմնվելով ստացված դրական արդյունքների վրա, զարգացման եւ համագործակցության շվեյցարական գրասենյակը, որպես համագործակցության վերջին քայլ, 2014 թվականից նախաձեռնեց տարածաշրջանային արագ արձագանքման փրկարարական 5 թիմերի ստեղծման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ թիմերում ներգրավվելու են 235 փրկարար, որոնք կարող են մասնագիտական բարձր մակարդակով եւ օպերատիվ կերպով արձագանքել երկրում տեղի ունեցած աղետների։ Next step was a decentralized training, that means in the region itself. Մյուս քայլով մենք մենեջմենթի տրեյնինգներ, ինչպես նաև հավելյալ մարզումներ կազմակերպեցինք փրկարարների հետ, օգտագործելով մոդեռնիզացված եւ ծանր սարքավորումներ, մասնավորապես տեսախցիկների եւ ձայնագրող սարքերի կիրառում աղետների վայրում կորած կամ փլատակների տակ մնացած մարդկանց որոնողական աշխատանքների համար, ինչպես նաև իրականացրեցինք այդ սարքավորումների պատշաճ խնամքի եւ կիրառման դասընթացներ։ We did a part of logistic, that means maintenance of this new equipment. After having done these basic trainings, Այս հստակ տրեյնինգների իրականացումից հետո միայն կատարեցինք վարժություններ, որոնք հստակ մշակել էր ակադեմիան, բայց այդ ակադեմիայի մարզիչները տրեյնինգների ամբողջ պատասխանատվությունը վերցրել էին իրենց վրա։ to take over responsibility in training. Ծրագրի ամփոփ նախավարժանքը իրականացվեց 2016 թվականի հունիսի 7-ից 9-ը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ համատեղ Շիրակի մարզում իրականացրեց այդ 5 փրկարարական ջոկատների ուսումնավարժություն։ Սա առաջին վարժանքն էր, երբ վերապատրաստված 5 փրկարարական թիմերը աշխատում էին կողք կողքի, ցուցաբերելով մասնագիտական բարձր մակարդակ։ Թե տղամարդիկ, թե կանայք ստացած գիտելիքների արդյունքում կարողանում էին արագ արձագանքել, հասնել դեպքի վայր եւ ցուցաբերել մասնագիտական մոտեցում։ Ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի եւ ճիշտ ու արեստավարժ օրինակի դեպքում շատերն իրենց ապագան հենց փրկարարական համազգեստով են պատկերացնում։ Գուցե հենց դա է պատճառը, որ Երևանյան փրկարարական թիմում որպես գործընկերներ իրար հետ կողք կողքի աշխատող հայր ու որդի կան։ Մի փաստ բերեմ, պարզապես իմ ավակ որդին այս ջոկատի անդամ է որպես շարքային փրկարար։ Երևի իմ օրինակով նա վարվեց, ես չէի կարող արգել էի։ Ինչպես իմ ծնողը ինձ չի արգելել իմ մասնագիտությունը ընտրելիս։ Մասնագիտության ընտրելու հարցում մանուկ հասակից տեսել եմ այս ամեն ինչը աշխատանքը, միշտ հետաքրքրություն ա եղել մոտս, ինչպես է կատարում, ինչպես է կազմակերպում աշխատանքները, ըստ այդմ ոնց որ փոքր մանր եկա այս փուլին հասա, որ արդեն աշխատում եմ համակարգում։ Դե նախ հպարտ եմ, որ երկուսն էլ փրկարար են, մարդկանց կյանքեր են փրկում, եւ անհանգիստ եմ, երբ որ աղետ է լինում, իրանք գնում են ինչ-որ դեպքի, անհանգստանում եմ, որ մարդկանց փրկեն, ովքեր վթարի մեջ են, համել, որ իրանք հանգարց բան չանեն, իրանց ինչ-որ դեպք չպատահի, իրանց հետ ինչ-որ բան չպատահի։ Տարիների ընթացքում ընդլայնվող ու միայն դրական արդյունքներ գրանցող համագործակցության շնորհիվ հայկական փրկարարական թիմերի մասնագիտական մակարդակը նկատելիորեն բարձրացավ։ Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ համատեղ իրականացվող նախագիծը խթան հանդիսացավ, որպեսզի հայկական փրկարարական ուժերը դիմեն ինսարագի արտաքին որակավորման դասընթացներին մասնակցելու համար։ Արդյունքում 2015 թվականի սեպտեմբերին հայկական փրկարարական 1 թիմ պատվով իրականացրեց ներկայացված առաջադրանքները եւ արդյունքում ընդգրկվեց ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբում ինսարագում։ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության հետ մեր հանրապետության արտակարգ իրավիճակների համակարգը, սկզբում արտակարգ իրավիճակների վարչությունը
Իսկ հիմա արդեն արտակարգ իրավիճակների նախարարությունը արդեն 12 տարվա համագործակցության փորձ ունի եւ անցած այս 12 տարիների ընթացքում հեղափոխական փոփոխություններ են տեղի ունեցել մեր համակարգում Շվեյցարիայի աջակցության շնորհիվ։ Եվ մենք այսօր ունենք 3000-անոց մի հսկա բանակ հրշեջ փրկարարների, որոնք ուսուցանված են, պատրաստված են, որոնք ունեն այսօրվա համար անհրաժեշտ առաջին անհրաժեշտության կարևորագույն փրկարարական գույք սարքավորումները եւ հմտորեն տիրապետում են դրանց։ 2016 թվականի ավարտին զարգացման եւ համագործակցության շվեյցարական գրասենյակի հումանիտար միավորը կլքի երկիրը, վստահ լինելով, որ գրանցված արդյունքները կպահպանվեն ու կկատարելագործվեն ի շահ հայ ժողովրդի եւ միջազգային հանրության։